Հերոսների լիգա Հերոսների լիգա Հերոսների լիգա Հերոսների լիգա Ողջույն բոլորին, բարև ձեզ, մենք կրկին Եգիպտոսում ենք, Շարմ էլ Շեյխում, այս հրաշալի հյուրանոցային համալիրում մենք շարունակում ենք Հերոսների լիգան, որտեղ իրոք շատ արդեն լարված է։ Մեր մասնակիցների նյարդերը հասել են լարվածության գագաթնակետին, քանի որ հասնում ենք վճռական փուլ։ Նախագծում մնացել է ընդամենը 7 հերոս, ովքեր փորձելու են պարզել, թե ով է իրենցից գլխավոր հերոսը։ Նշեմ, որ 3 մասնակից միանգամից լքել են նախագիծը, իսկ դա նշանակում է, որ գնալով, ինչպես արդեն ասացինք, կրքերը ավելի թեժան են։ Մեր նախագծի առանձնահատկությունն այն է, որ բոլոր էմոցիաները եւ իրադարձությունները բնական են։ Այո, բնական են ինչպես հյութ ընկերության այս հյութերը։ Հյութը նորույթ է հայկական շուկայում, որը ներկայացված է 8 տարբեր համերով։ Ընտրեք ձեր սիրելի համը եւ ամառը դարձրեք համեղ։ Ոնց եք քնել։ Միգջան ոնց քնեմ, որ միակ տղան եմ ես թիմից։ Ես մենակ տղա եմ Եգիպտոսում 6 աղջկա հետ։ Գոնե ինչ-որ մեկը հետս լիներ, որ մի քիչ գոնե ցավը այդ նեղվածությունս փոխվեր։ Մինչև հիմա չեմ կարողանում գիտակցել։ Այդ շատ անսպասելի է, երբ որ բոլոր տղեկը դուրս եկան ուղակի ու մնաց մենակ Ալբերտոն։ Իսկ կսիրեք, որ գան օրինակ, ինչ-որ թիմ ձևավորված։ Նորից կլեմ վրիժավորը։ Դուրս են եկել նենց մարդիկ, որ չի ուզենա դուրս գային։ Այն ինչ կատարվել այրեք, ես դեռ մինչև հիմա չեմ կարողանում հասկանալ ու մարսել։ Նկատում էի պայտակ, որ մյուս մրցույթներից հետո ինչ-որ մեկը դուրս էր գալիս կամ թեկուզ քվեարկությունից հետո ինչ-որ ուժուր լարվածություն ա լինում։ Եկեք ամեն մեկս փորձենք տենց, չգիտեմ, մեզ թեկուզ մի քիչ անհարմարություն տալով, բայց այնպես անենք, որ բոլորի համար լավ լինի։ Ամենակարևորն է, որ ասես մարդկայինը մնա, թե չէ խաղերը, ես մտածում եմ երկրորդական է այն։ Եկեք պրոստը լավ լինենք, որ գնանք Երևան, որ Ես առավոտ բայլուսին, չգիտեմ ինչ backstage նկարեմ։ Նոր եմ էլի, բանը կամերան տնկել են դեմս backstage են անում։ Ինչ ասեմ։ Հերոսների լիգա Բարի օր հարգելի մասնակիցներ, Հերոսների լիգայում եք եւ գնալով քչանում եք հարգելիներս, սակայն ասեմ, որ դա դեռ ավարտը չէ։ Դուք էլ ավելի եք քչանալու։ Այս նոր մրցադաշտ պատահական չենք եկել, այսօրվա առաջին մրցույթը անցկացվելու է հենց այստեղ։ Կարծում եմ, այս ավազը մեր փորձությունը մի փոքր ավելի կդժվարեցնի, բայց ինչպես արդեն դուք ապացուցել եք, ձեզ համար փորձությունները հաղթահարելի են, որովհետև մինչ այս դուք հաղթահարել եք թե ուժային, թե արագության, թե ինտելեկտուալ եւ թե բախտի փորձություններ։ Բնականաբար այսօր թիմերով եք եւ վերածնվածների թիմը 2 անգամ անընդմեջ ապացուցել է, որ թիմային պայքարում կարող է լինել ուժեղագույնը ու այսօր նույնպես կփորձի դա անել։ Հաղթանակացներ, խնդրում եմ ասեք, այս օրերի ընթացքում, երբ դուք պայքարում եք վերածնվածների հետ, պայքարը արդար էր։ Այո։ արդար էր պայքարը, բայց արդար չէր հետ բերել է։ Ինչքան էլ իրանք մեր ընկերներն են, բայց եկեք անձնական դաշտ չտեղափոխվենք, եկեք նայենք խաղի տեսանկյունից։ Այո, եթե դու պարտվեիր ու քեզ հետ բերենք, դա արդար չէր լինի։ Չէ, ես անկեղծ հետ չի գա։ Ձեր թիմից որ մեկը պարտվեր ու հետ բերենք, այդպես չէր լինի։ Որ հանեին, հետո հետ բերեն, չպարտվեին։ Որն էր արդար, որ անիմաստ հանում էի։ Անիմաստ չենք հանել։ Նախորդ անգամ մեր ընկեր Սյուշը ինքնական կերպով ետ բերեց վերածնվածներին։
Իսկ ինչի՞ չէ, ես ինչով եմ պակաս։ Այդ իսկ պատճառով ես հրավիրում եմ այստեղ մի անձնավորության, ով պետք է միանա մեր նախագծին։ Ոյ մոջոյ։ Այ էս է ռեալիթին, ես չգիտեի, որ այսօր պիտի վերադառնամ նախագիծ, երեք անկեղծ բոլորին հաջող եմ արել, ասել եմ մերսի։ Համլետը խաղալու է ձեր դեմ, հարգելիներս։ Հիմնավորեմ ու բացատրեմ։ Առաջինը, ես խոսում եմ ավելի շատ ջուժան, ոչ թե էմոցիաներով, այլ ավելի շատ պրոդյուսերական հաշվարկով։ Մեզ մոտ այնպես է ստացվել, որ միակ արական սերի ներկայացուցիչը այս պարագայում Ալբերտոնն է։ Դա շոուի տեսանկյունից ինձ ընդհանրապես դուր չի գալիս։ Այսինքն խոսակցությունը լինելու է sense, հադա հաղթելուց աղջիկներին հաղթեց, պարտվելուց աղջիկներին պարտվեց, չէ։ Մենք այդ կոնցեպտի մեջ չենք փորձի թողնել։ Երկրորդը, ինչի հենց եւ շոու դպրոցի ներկայացուցիչներից մեկին հրավիրեցի, ես հոգուս խորքում հասկանում եմ, որ ընկեր Ճուշի ներսում այդ հայրական զգացումը կա, բայց նա երբեք որ իմանալ երբեք չէր ասի հենց եւ շոու դպրոցից մարդ հրավիրի։ Բայց այստեղ այդ սոլիդարությունը պահելու համար ես հրավիրեցի հենց եւ շոու դպրոցից մեկ ներկայացուցիչ, որն էր Համլետը։ Այդ իսկ պատճառով շնորհավորում եմ քեզ, եղբայր։ Երեք բոլորին անկեղծ հաջող եմ Հա արել։ դե բայց այժմ մեր դեմ այլի հելնելու ինչ կապ է։ Ես մի անգամ արդեն կանոններին դեմ գնացել եմ եւ կարծում եմ ընկեր Վահեն նույնպես ունենալով դրա իրավունքը արել է դա այնպես ինչպես ճիշտ է համարել, բայց ասեմ, որ ինձ դուր չի գալիս, որ մենք մեր 6-րդ ծրագրի ընթացքում դեռ առաջնորդվում ենք թիմային սկզբունքով։ Թիմային սկզբունքը քանդվեց այն ժամանակ, երբ դու վերադարձեցիր իրանց խաղ։ Հա, բայց ես վերադարձեցի թիմ։ Դե կապ չունի մեր թիմը, իմ ու քո թիմը քանդվեց այդտեղ։ Ինձ դուր չի գալիս եւ շոու դպրոցից մի հոգի պակաս, տրիո ստուդիոից մի հոգի ավել, տղաներ, աղջիկներ, այդ ամենը ինձ թվում է դեմ է գնում ծրագրի կոնցեպտին։ Ինչքան էլ մենք մինչև էս պայքարել ենք թիմերով, իրար դեմ, թիմային սկզբունքով, նույնիսկ եթե մեր դպրոցի, մեր խաղընկերը, մեր ընկերը մրցակից թիմից է, նրան երկրպագել ենք առանց հասկանալու, որ վաղը ինքն է մեր դեմ մրցելու։ Հետևաբար մենք անում ենք հետևյալ կերպ. այլևս թիմեր գոյություն չունեն։ Բոլորը դառնում են անհատներ։ Այսենց որ կանգնել եք իրար կողք, այսենց թիմերով կարակ հանգիստ սենց մեկ-մեկ կանգնեք, գիտակցելով, որ այլևս բոլորդ պայքարելու եք ինքներդ ձեր համար։ Այս պարագայում դա շատ ճիշտ որոշում է։ Այսուհետ մինչ հերոսների լիգայի ավարտը դուք մրցելու եք միմյանց դեմ որպես անհատներ։ Ամենալավ օրինակը բերեմ, սենց վիզուալ, տեսեք, Ալբերտոն եւ Վիկան, եղբայր ու քույր, եկե հասել են 6-րդ ծրագիր եւ նույն գույնի շորերով, իրար համար պայքարելով, այս տեսարանը այլևս չի լինելու։ Դուք կարաք իրար համար ցավակ, իրար համար անհանգստանաք, բայց այլևս դուք պայքարելու եք իրար դեմ։ Դա վերաբերվում է նաև ձեզ, Համլետ եւ Աննա։ Դա վերաբերվում է նաև ձեզ, Մարի եւ Անիտա։ Եվ դա վերաբերվում է նաև ձեզ, Անյուտ եւ Կասյա։ Այլևս դուք թիմակիցներ չեք, դուք անհատներ եք եւ բոլոր մրցույթների շրջանակներում մրցակցելու եք իրար դեմ։ Այսօր դուք խաղալու եք 3 անհատական մրցույթ։ Յուրաքանչյուր մրցույթում հաղթողը ստանում է ուղեգիր, ուշադրություն, միանգամից եզրափակիչ 8-րդ հաղորդում։ Այսինքն 8-ից 3-ը մտնում են եզրափակիչ, իսկ թե ինչ կլինի այն 5 մասնակցի հետ, մենք կասենք այսօր հաղորդման ավարտին։ Իսկ թե առաջին մրցույթը որն է լինելու եւ ինչ է կանելու, կներկայացնի Rakurs Games-ի Դավիթը, ծափարություններով դիմավորեք։ Մասնակիցներ ողջույն։ Բարև Դավիթ ջան։ Ոնց եք։ Լավ եք, շնորհակալություն։ Ինչ եմ ես սպասում։ Դասական դրոշակ փախցնոցին կամ դրոշակ գողանալը։ Ուղղակի այս անգամ ամեն մեկը պատասխանատու եք ձեզ համար, քանի որ նախորդ խաղից մենք փորձ ունեցանք, երբ մասնակիցներից մեկը ուղղակի բլոկում էր թաշկինակը ու խաղը ոչ ոքի էր ավարտում, այսօր դա բացառելու ենք։ Նախ թույլատրվելու է, եթե դու այս կողմից եկել ես,
կարող ես այն կողմով դուրս գալ թաշկինակը ձեռքդ։ Դե իսկ ով ձեմ է խաղալու։ Կորոշենք վիճակահանությամբ։ Ես առաջարկում եմ առաջինը աղջիկները վերցնեն բաժակները։ 4 Համար 3 Համեցյանի 1 Հələ 1 Առաջի զույգը ունենք Աննա 4 Կասյա 3 2 Ստացվեց տղաները իրար դեմ են սկսելու։ Մեկ, երկու Չի գալի, ցանցը թող, բռնվել չի գալի։ Որ կողմ ուզես կարաս վազես, հիշես։ Ես հասկացել եմ։ Ոնց որ անից ես թաշկինակը։ Եվս մի րոպե ու կես։ Չեմ ուզում, քիչ ես ուզում վերցրու։ Քեզ եմ զիջում։ Ես եմ քեզ զիջում։ 1.5 րոպե հետո ես եմ որոշելու ով է հաղթում։ Կարս վերցնես։ Յանտու։ Շատ երկար է զարգացած։ Ապելա, մեջան, կպելա։ Կպի։ Մալա, այդա հետևից մի վազի, դերմով, գնա։ Աբրել եմ։ Մեկ, երկու Վիճակահանության արդյունքում ես մրցում էի Ալբերտոյի հետ։ Վերցրու։ Օպա պապա։ Ինչի՞ ես վերցնում, պապայի պրեմիերան ես։ Դվարտես աշգիդեմ։ Մի արդերի խաղ է, էլի։ Ես որ պահի։ Համ ես կը շատ եմ սիրում այս արդերը փոքրիկը։ Քեզ էլ քեզ։ Կպնում են։ Կելավ է։ Հոլավան իջա։ Այ, չէ, լավ կյանք խափնում լավ է։ Ավազը շատ է բարդացնում։ Չեմ կպա։ Իսկ դու կարայր վերցնեիր ու գնայր։ Գոլ! 1 2 Նենց նազանքով եք վազում, ինձ տված խաղը փոխել եմ։ Նենց չեմ ուզում խաղամ ախր։ Ես ու Վիկան կադրից դուրս հասրել ենք մտերմանալ իրար հետ, շատ ենք սիրել իրար։ Ես ինչ անեմ հիմա, Կասյայի ու իմ ընկերությունը, թե իմ թիմի հաղթանակը։ Դու գիտես ես ինչքան շատ եմ քեզ շատ սիրում, ես չեմ կարող ոչ մի բան անեմ։ Այս անհատական է, սերը կապ չունի։ Մեկն ու մեկը դուրս է գալու։ Հիմա դուրս չգա, հաջորդ փոքր խաղով դուրս է գալու։ 2 րոպե։ Ինչ անենք։ Վերցնեմ։ Եթե վերցնես չեմ կվարեմ քեզ։ Չուզեցի խաղամ, ուղղակի չուզեցի խաղամ, ասացի ինչ էլ անես, ես չեմ շարժվելու։ Իմ ու Կասյայի խաղը շատ բարդ եղավ։ Ու վերջում, չգիտեմ, ցած սպորտկացի սկսեցի լացել, ես գրկեցի Կասյային, հետո ես հիշեցի ինչի համար եմ նախ ես եկել ստեղ, սա խաղ էր, ու ես պարտավոր էի վերցնել այդ միավորը։ Ես վերցնում եմ, վերցրու։ Աղջիկներ, սա ընդամենը խաղ է։ Զենք, շնորհավորում ենք, տեխնիկական հաղթանակ է տանում Վերոնիկան։ Չեմ ուզում ասեմ տենց ստոր, բայց իմ թմի համար ինչքան վատ քայլ եմ արել։ 1 2 Դավայ Մարիս։ Դուք ելեք բֆֆ։ Չէ, իրանք ագելը չկային։ Չեմ տենում դեմքդ։ UFC ժամը այսքան իր աչքեր մեջ չեն նայում, ոնց որ նոր նայեց։ Մենք շատ ենք իրար սիրում։ Գիտեմ։ Եկեք KFC ենք անում, եկեք։ KFC եք անում։ KFC ենք անում, եկեք։ Ասեմ Աննան չի պատրաստում այդպես հետ հանձնվել են։ Ես գիտեմ, Աննան պատրաստ։ Ուզական բաները թողեք ու մրցեք։ Ինչ էր անում։ Կաչնո պամպերա տատո։ Դավայ, դավայ։ Վերջին պահին ես թռիչք կատարեցի ու թռիչքի ժամանակ Մարին ինձ կպավ։ Հերոսների լիգա։ Մինչ մասնակիցները մրցում են, մենք մի փոքր դադար վերցնենք։ Իսկ հերոսների լիգայի մրցույթների ժամանակ հաղորդավարների լավագույն դադարը ապահովում է Վիմպել գարեջուրը։
Ընտրեք, թե վիմպելի որ տեսակն եք նախընտրում՝ պիլսները թե լագերը, եւ վայելեք այն ընկերների շրջապատում։ Դեպի հաղթանակ վիմպելի հետ։ 1 2 Գնա Ալբերտո։ Չեմ խաղալու, Ալբերտո, չգնա չխոզած այդս, գնա։ Գնա Ալբերտո, չեմ խաղալու։ Քեզ լացում է։ Որտեղ ուզում եմ գնա, դու գիտեմ չես գնալու, խնդրում եմ։ Դրի խաթր գնա, խնդրում եմ, ավ։ Երդում եմ, դու կարաս հետո անստես, ես չեմ կարա։ Աբը իզից ուժեղ է։ Եթե աբը անստի ֆինալ, ինքը կկարանա կրի։ Գնա Ալբերտո։ Ալբերտո գնա, չեմ խաղալու։ Ես չեմ խաղալու, ինչ ուզում եք արեք։ Ես չէի կարա իմ 9 տարվա ընկեր աղբորս հետ ես պրոստը խաղայի նորմալ մարդավարի խաղ։ Ալբերտո չետես իմ Բայց ես չեմ կարա, Ալբերտո գնա, խնդրում 10 վայրկյան ժողովուրդ, եթե ոչ ոքը չի վերցնում, երկուստ էլ դուրս եք գալի։ Երդում կուտեմ, գնա։ Երթում ինքեր գնա։ Ախպեր կապի։ Ալբերտո գնա 10 վայրկյանից դուրս ես գալու։ 5 Գնա։ 4 Խնդրում եմ արա։ 3 2 հաղթանակը տանու Ալբերտոն։ Խի էլի հորը սարև։ Որտեղ չէի ուզում։ Միտքը։ 1 2 Ես չէի սպասում, որ ես դուրս եմ գալու իմ 12 տարվա ընկերների դեմ։ Այս խաղը մի ուրիշ դաժանություն էր, երբ որ դու խաղում ես քո թմակցի դեմ։ Սպասի, ես վերցնեմ, ես իմ աղբերը։ Վերցրել է։ Ընկեր Վահեն խաղում են մեր մարդկային գործոնների հետ։ Ինձ այդ դուրս չի գալիս, ես չեմ ուզում որ տենց լինի։ Առաջնային մենք ստեղ դրեցինք մարդկությունը ու այս խաղը եթե ամբողջությամբ տեղադրեն, դուք կտեսնեք ամեն մեկից մարդկային արժեքները ոնց են երևում հենց այս խաղի մեջ։ Մեկ, երկու Վիկա հորը սարավ եկալ։ Երթում է։ Խես երդ։ Հորը սարավ եկալ։ Դժվար է, երբ որ դու քո ընկերոջ հետ, դու քո հարազատ մի մարդու հետ դուրս ես գալի միտեղ, որտեղ որ պետքա որոշվի, թե ով է խաղից դուրս մնալու, այդ շատ կարևոր է։ Պիկեր ես ուշում, ես քեզ ասում եմ հորը սարավ։ Վերոնիկա, եթե չես վերցնում, երկուստ էլ դուրս եք գալի։ Երկրորդ երրորդ խաղը ես սպասում եմ մեկաձեզ։ Ակով է ճանաչում Վերոնիկան։ Իմ համար նորմալ կլիներ, որ տենց զիջելու խնդիր լիներ ընդամենը մի անգամ, ոչ թե մի քանի անգամ։ Իրանք իրանց ամբողջ մրցույթը, կոպիտ ասած, չեն խաղացել, այլ ուղղակի զիջել են իրար։ Չի եղել ոչ մի խաղ, չի եղել ոչ մի հետաքրքրություն, ուղղակի եղել է էմոցիաներ։ Երևի մի կես ժամ լացել ենք մեր երեխեքով։ Այս խաղը ավելի ամրապնդեց մեր ընկերությունը, մեր սերը իրար հանդեպ։ Տասը տարվա ընկերներին իրար դեմ խաղացել ու ուզենալ որ խաղան։ Ես սպասում եմ ձեզ, երկուսից մեկին գոնե։ Գալու եմ, մեկս պետք է գայես իրեւի։ Մեկը չէ, երկուսդ է պետքա գալ։ Հերոսների լիգա Մենք ձեր նկատմամբ ամենայն հարգանքով, բայց ոնց որ դուք խաղացիք, դա մեր նկատմամբ ամենայն հարգանքով չէ։ Կարող է ձեր համար այդ էմոցիոնալ վիճակը նորմալ անցուների է եւ այլն, մենք որպես այս նախագծի հեղինակներ ու պրոդյուսերներ մեզ ոչ մի բանը չի բավարարում այս կոնցեպտի աշխատելավոճի մեջ։ Երբ խոսում ենք հերոսների լիգա պայքար կոնցեպտ, ես կարծում եմ, որ էմոցիաներին տեղի տալը ընդհանրապես ընդունելի չի։ Եթե կա պայմանավորվածություն, եթե կա հստակ կանոն, մենք պետք է ցույց տանք, որ մենք մտել ենք այդ կանոնի տակ ու խաղում ենք։
Հակառակ դեպքում այն աշխատանքը, այն ներդրումը, այն ժամանակը, որը որ տրամադրում ենք այս ամեն ինչին, ես կարծում եմ այդ առաջին հերթին անարգանքա մեր աշխատանքի նկատմամբ։ Ընկեր Վահեն կոռեկտ ասեց, հիմա ես ասեմ ավելի ուղիղ։ Նախ ամենայն հարգանքով չի իրանց նկատմամբ, որովհետև եթե չկա փոխադարձ հարգանք, միակողմանի հարգանքը իմաստ չունի։ Այդ մեկ։ Երկրորդը, նախագիծը կլքեն այն մարդիկ, ովքեր հրաժարվել են պայքարելուց։ Եվ նախագիծը կշարունակեն այն մարդիկ, ովքեր եկել են պայքարելու։ Եթե եկել եք մեր նախագիծը փչացնելու, որովհետև դուք ունեք ձեր պլանները, ապա իմացեք, որ դա ձեզ մոտ չի կարա ստացվի։ Գնացեք ձեր դպրոցներ, պաչեք իրար, գրկեք իրար, լացեք իրար համար, զիջեք իրար, ըստ է դուք եկել եք պայքարելու։ Ինչ որ չափով ընկեր Ծյուշի ու ընկեր Վահեի աշխատանքները ջուրը գցեցինք։ Եթե չկա նախագծի նկատմամբ հարգանք, ապա մենք կվարվենք նենց, ոնց մենք գտնում ենք ճիշտ։ Ուղղակի ճիշտ չեմ գտնում միակողմանի դիալոգի մեջ մտնել։ Սա միակողմանի դիալոգ, սա դիալոգ չի։ Սա որոշում է, դու երբ որ այդ ամեն ինչ արեցի։ Ես ձեր որոշմանը ընդհանրապես դեմ չեմ գնում։ Տեղափոխվեցի ավելի էմոցիոնալ դաշտ, ինստինկտյան այդ ամեն ինչը ստացվեց, պետք էր այդ խոսակցությունը, լեզվակռիվը, որովհետև ուղղակի պետք է այդ ամեն ինչի մասին ես ասեի, որ հետագայում ես ավելի վատ քայլերի չդիմեի։ Ամեն ինչը ձեր որոշումն է, մենք ձեր որոշումը հարգում ենք։ Ինչքան որ դուք ասում եք մենք ձեզ չենք հարգում, ես ձեզ ասում եմ որ մենք ձեզ հարգում ենք, իսկ ես այսօր ձեզ ասում եմ ուղիղ, եթե ես իմ քրոջը չզիջեմ, ես կլինեմ ամենավերջի մարդը։ Ես հստակ ասել եմ տեքստով շեշտել եմ։ Կա իրավիճակ, որ այդ իրավիճակում եթե դրված է պայման, ու այդ պայմանները միշտ են լինում կյանքի յուրաքանչյուր իրավիճակում դու պետք է պայմաններին համապատասխան վերաբերմունք դրսևորես։ Այս բանագայում դու որոշել ես դրսևորել, օքեյ, քո իրավունքն է։ Մենք եւս մեկ անգամ խոսացինք, որ այստեղ քուր ընկեր աղբեր չկա։ Սա նախագիծ է, որտեղ մտնում ենք ու փորձում ենք մենք ստանալ այն էմոցիոնալ դաշտը, այն պայքարի հոգին, որտեղ ազնիվը հարգալից է, բայց միևնույն ժամանակ ազնիվ ու հարգալից է մենակ ձեր նկատմամբ չէ, այլ նաև կազմակերպիչների։ Հազար անգամ փորձեցի բացատրել, որ անհարգանք չի կարա լինի։ Ընկեր Վահենի շատ հարազատ մարդ է, իսկ իր ասածը իմ համար անընդունելի է, որ ինչ-որ միտեղ ես կարամ իրան անարգեմ։ Ինձ մի հատ բացատրի։ Եթե դու չես կարա պայքարես Վիկայի դեմ, ինչ ես եկե տղես։ Ես կարող եմ պայքարել։ Ասեմ ավելին, պայքարել ես։ Այո։ Երեք չառաջորը, հիմա ինձ բացատրի։ Ես ձեզ վստահել եմ։ Խեք ինձ քաշում։ Ինչի համար եմ, լավ մեկը զիջեց, հուզվեցինք։ Լավ երկուսը զիջեց, հուզվեցինք։ Խաղը սկսում է գալի վեկալում լացում ենք, գնում բան ենք անում։ Ինչա կատարվում ժողովուրդ։ Խենք խաղում։ Ամենադեմից ասեք ժողովուրդ, այս խաղը լավ խաղ չի։ Ախպեր ասեք չխաղանք։ Ասեք եկեք բաժակներ խաղանք։ Գնանք տուն։ Չեմ ճոգում, ինձ այս վիճակի խեք ասում։ Ախպերս դու խոսա ես չեմ ուզում։ Լսեք ինչ եմ ասում։ Եկեք սենց ենք անում ու էսի սենց նկարում ենք թողենք։ Ինչ որ տեղի ունեցավ դա անընդունելի է։ Մենք այս ամեն ինչը կվերանայենք ու հնարավորության դեպքում կշարունակենք, չգիտեմ, ստեղ կամ Երևանում։ Մնացածը արդեն կիմանանք։ Մերսի շատ։ Չէ, պրոստը խաղի կանոններից են խոսում, եկեք ես Աջանի հետևից ես մի խոսաս ապե։ Դե բա գնում եք, բայց ասա ինչ ես ասում։ Ինչ ես ասում։ Ինչ անես ասում։ Ես ես ասում եմ, դուք ասում եք խաղի կանոններ կա հստակ։ Ես ես ասում եմ, ես խնդրում եմ հենց հիմա ինձ ասեք թե որտեղ, որ կետում եմ ես ինչ-որ խաղի կանոն խախտել։ Եթե խաղի կանոնն ասում եմ, ինչ է, բան ես կնական Թաշկինակը վեկել ենք, մենք նստանք բան։ Հիմա ստեղ ամենակարևոր ֆակտորը, սա խաղ էր, որտեղ պետք է ազնիվ խաղը եք իրար հետ։ Հիմա աղբերս քո քուրը քեզից կներողանա կամ դու քո քրոջից, եթե խաղը շարունակեք նույնպես, հետո իրար թուշ երկեք բաչեք։ Okay, Վիկս, դուք մեկը մեր ասածը չեք ընդունելու, որովհետև ունեք ձեր պատկերացումներն ու պրինցիպները հարց կա։ Ես կան կապված չեք ձեր։ Ով ես կապված չեմ։ Շնորհակալություն։ Էս ամենաուժեղ բանը։ Էսի Մեզ չեք կարա կյանքում հասկանալ։ Ով ես ձեռս էլ օդի մեջ թողեցի, դար չկա։ Ես պատասխանատու եմ իմ բոլոր արարքների համար ու իմ խոսացածների համար։ Ամուր ընկերությունը հազարատես ֆինտ ու ֆլուշկա խաղերից լավն է։ Մի խոսքով ես հարգում եմ մեր արածը ու ճիշտ ենք արել։ Մի գրամ չեմ փոշմանում, որ տենց բան եմ արել։ Ճիշտ եմ արել, լավ եմ արել։ Այսքանը։
Հա, խաղից դուրս դուք ընկերներ եք, բայց պետք է հասկանաք, երբ որ խաղի պահը գալիս է ու պետք է խաղաք մինչև վերջ։ Մենք նեղացրել ենք ինչ-որ հարցում։ Կոպիտ ենք բայ ինչ-որ հարցում։ Անուշադ իրենք եղել։ Իսկ մեզ դուք նեղացրել եք։ Հենց որ նեղացրեցիք, հա, օքեյ է քո համար որ նեղացրել ես, հարց չկա։ Ուզում եմ որ չլինի այսպես դեպքեր, կամ էլ ուղղակի ես կլքեմ նախագիծը, եթե այսպես դեպքեր կշարունակվի։ Ես հույս ունեմ, որ ես դեռ կշարունակեմ մնալ ու եթե խաղեր լինեն, ես ինձ կարդարացնեմ։ Հիմա անկեղծ չգիտեմ ինչա սպասվում, հուսով եմ որ եւս մեկ անգամ ես կարդարացնեմ կազմակերպիչների ակնկալիքները։ Հերոսների լիգա Բարի երեկո, վերջին ընդրիկ շատ խորհրդավոր է հնչում, բայց Այիփր չեք տեսել որ գալիս ենք։ չենք տեսել։ Ոնց եք։ Լավ, դուք։ Իսկ դուք մտածում եք մենք ոնց ենք առասարակ։ Այո, գալուց քննարկում ենք, որ ձեզ չենք տեսել նախորդ նկարահանումից մինչև այս պահը։ Ու ըստ օրինակ մենք ոնց ենք մեզ զգում։ Չեմ կարծում որ լավ։ Անկեղծ էլի։ Լավ չեք զգում, բայց տղես ինձ մեղավորությունը չեմ գտնում։ Մեղավորություն զգալ չզգալու հարց չկա։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր հարաբերության մեջ, երբ դու ինչ-որ մարդու հետ շփվում ես, դիմացի մարդու էմոցիոնալ դաշտը, ոնց որ նաև քոնը, ուղղակիորեն կախված է ու պատասխանատու եք երկուսով դրա համար։ Իմ կյանքը ինձ սովորեցրել է իմ սխալները ընդունեմ, եթե ես սխալվում եմ, ու ես ուզում եմ այս դեպքում այս նախագծի շրջանակներում խոստովանել, որ ես սխալվել եմ, մասնավորապես ես սխալվել եմ վերածնվածներին նախագիծ վերադարձնելուց։ Իա, լուրջ ես ասում, ինքս։ Նու մասամբ կարելի ասել սխալվել եմ, որովհետև ես այդ արել եմ, որպեսզի նրանք գան եւ պայքարեն եւ ապացուցեն, որ կարող են պայքարել, բայց փաստորեն կան մարդիկ, ովքեր ունենալով այդ երկրորդ շանսը անիմաստ դա համարեցին ու ես անկեղծորեն ընդունում եմ, որ դա արել եմ ավելորդ։ Ինձ թվում է, որ այս իմ օրինակը կօգնի ձեզ, որ եւս մեկ անգամ մտածեք առհասարակ այսօրվա կատարվածի շուրջ եւ եւս մեկ անգամ փորձեք անալիզ անել, միգուցե դուք էլ եք սխալվել, բայց դեռ չեք կարողանում ընդունել ձեր սխալը։ Յուրաքանչյուր իրավիճակում կան մարդիկ, որ մեկը մյուսին պետք է վստահեն, եթե մտել են հարաբերության մեջ։ Եթե ես մտել եմ այս հարաբերության մեջ ձեր հետ, ես յուրաքանչյուրին ձեզանից վստահում եմ։ Հիմա դրա հակառակը, եթե մենք ինչ-որ մի պայման ենք գծում, ինչ-որ մի բան ենք պլանավորում, ու դուք այդ չեք անում, նշանակում է մեզ չեք վստահում։ Ես ունեմ եղբայր, ում կյանքից է շատ եմ սիրում։ Օրինակ դու ինձ ասում ես, ընկեր վայ, կգաս իմ թիմից ֆուտբոլ խաղաս, այն դեպքում եթե դիմացը խաղալու է իմ հարազատ եղբայրը, եթե ես քեզ այդքան հարգում եմ, ասում եմ հա կմտնեմ կխաղամ, քանի որ գիտեմ որ պատասխանատու եմ քո առջև, ես կմոռանամ որ այնտեղ աղբերս է։ Ու երբ ինքը մեր մենակ դուրս գա դարպասին, կամ ինքը դարպասին լինի ես 11 մետրից խփեմ, ես ին վերցրած պարտավորվածությունը մինչև վերջ կանեմ։ Նախ ուզում եմ ցիտել մեր հաղորդման ամենավառ ներկայացուցիչներից մեկին, Ռազմիկին, ով երեկվա team building-ի ժամանակ ասեց ուղակի ոսկե խոսքեր, որ եթե ես նախագծում եմ, անկախ թե ում դեմ եմ պայքարում, ես պետքա պայքարեմ մինչև վերջ, հարգելով հեռուստադիտողին։ Ես կարծում եմ, որ մենք սա հասկացել էինք։ Միգուցե խնդիրը մեր մեջ է, միգուցե մենք չենք կարողացել ձեզ բացատրել, որ սա է խաղի կանոնները։ Ինչ վերաբերվում է քո ասածին, արի ընդունենք, որ քո համար պայքարելը սխալ է։ Ինչ որ լոկալ դեպքում։ Եթե դու ընդունել ես նախագծին մասնակցելու հրավերը, ապա դու պետք է լինես պատրաստ սխալվելու, որը այս դեպքում պայքարելն է։ Եվ երկրորդը, ես ուզում եմ մի հատ էպիզոդի վրա մեր ուշադրությունը սևեռենք, երբ ենթադրենք ձեր լոկալ մրցույթում քո եւ Անիտայի, Անիտան նստում է ու ասում է վերցրու դրոշակը, ինքը քեզ է դնում վատ դրության մեջ, որովհետեւ դու չես հասկանում վերցնես թե չէ, որովհետեւ նույն բանին պատրաստ ես դու իր համար, բայց դու ստիպված վերցնում ես եւ անցնելով քո սիրո, հարգանքի եւ քո վերաբերմունքի վրայով գնում ես մի կերպ հատում ես գիծը, որովհետև չունեի ժամանակ։ Ես քեզ ասեմ, որ դա սիրուն չի դիտվում, որովհետև դու լավ դրության մեջ չես։ Իմ ասածը հետևյալն է. ավելի լավ է դուք պայքարեք, այսպես թե այնպես ձեզնից մեկը կրի, իմանալով, որ մեկը ձեզնից մեկը կրելու է, բայց պայքարեք հարգանքով լինելով նախագծի, հարգանքով լինելով
հեռուստադիտողի հանդեպ։ Ամբողջ այս թեմայի իմաստը դա է, ժողովուրդ։ Ես առաջարկում եմ անենք հետևյալը։ Ինձ թվում է այսօր կրքերը շատ թեժ են եղել եւ ինձ թվում է արդեն այսքան ժամանակ իրար հետ ապրելու եւ իրար անընդհատ այս նույն պայքարի մղման եւ պայքարի տարբեր դրսևորման այս կիզակետում մենք կորցրել ենք թելը եւ մենք գտել ենք լավ լուծում։ Մենք կարծում ենք, երբ մանկավարժների եւ ուսանողների փոխհարաբերությունների մեջ առաջանում է ինչ որ խնդիր, միանգամից պետք է հրավիրել ծնողական ժողով։ Այստեղ կան մարդիկ, ովքեր ներկայացնում են Trio Studio-ն եւ մենք ճիշտ ենք համարել, որ այստեղ ներկա լինեն Trio Studio-ի ծնողները։ Դե երևի դուք անակնկալի կգաք, հարգելներս, բայց այժմ եկեք հրավիրենք այստեղ Trio Studio-ի ծնողներին, մամային եւ պապային, Գրիգոր Դանելյան եւ Ռիփսիմե Ելինյան։ Բարև ձեզ, երեխեք ջան։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Չեք տխուր։ Ալբերտո չէ սպասում։ Գրվայ ջան, ես որ նախագծի շրջանակում Ծնող ենք կանչել։ խնդրել եք որ ձեզ պատմենք թե մենք ինչ խնդիրներ ունենք մեր կյանքում։ Ես բնականաբար ձեզ ասել եմ, որ տնեցիք շատ են ինձ հետևում։ Ես առաջին անգամ չգիտեմ, որ եկել եմ մենակով կարելի ասել ինչ-որ տեղ ու պարզվում է, որ իմ տնեցիք են այստեղ։ Ինչից ես նեղվում։ Չեմ նեղվում։ Նեղվում ես, որ եկել ենք։ Եվ իհարկե ոչ։ Ես ավելի շատ ուզենայի խոսանք ձեր մրցակցությունից, հա, մրցակցություն ու ընկերություն։ Այդ երկու գաղափարներից խոսանք, որպեսզի հասկանանք, թե ինչքանով է կարևոր մրցակցությունը, մրցույթը եւ ինչքանով է կարևոր ընկերությունը։ Ես միշտ իմ կյանքում միշտ առաջին տեղում դրել եմ, որ ընկերությունը շատ կարևոր դերակատարություն ունի։ Բազմիցս ասել եմ, ավելի լավ է լինել լավ մարդ, քան լավ դերասան, որովհետեւ եթե լավ մարդ ես, դու ավելի շատ գնահատված ես, քան լավ դերասան կամ լավ սպորտսմեն եւ այլն եւ այլն։ Բայց ամեն դեպքում եկեք մի բան հասկանանք, որ երբ որ սպորտսմենը օրինակ դուրս է գալիս արենա, ինքը կարող է իր ընկերոջ հետ մրցել։ Այդ մրցելու ընթացքում ինքը չի կարող գասս կանգնի ընկերոջը ու ասի խփի ինձ։ Ես գիտեմ, որ նման դեպք է գրանցվել, որ դուք զիջել եք իրար մրցույթի ընթացքում, ինչը բերել է կոնֆլիկտի։ Պետք է այդ օրինակը բերեմ, որ սպորտային խաղերում, սպորտի մեջ ընդհանրապես ընդունված է, որ ռինգում նույնիսկ երկու ընկեր պետք է պարտադիր մրցեն, հետո գնան ընկերոջ հաղթանակը նշելու։ Ես էլ ուրիշ տեսանկյունից եմ նայում, մի բան հասկացա, որ այնքան սիրուն ընկերություն է այստեղ ձևավորվել, որ հակառակ թիմի երեխաները իրար զիջել են։ Այդ նշանակում է, որ իրանք ունեն այստեղ շատ լավ ընկերություն։ Ես շատ ուրախ եմ իմ տեսանկյունից, որպես կին։ Առողջ մրցակցության մեջ չպետք է զիջել քո տեղը, ենթադրենք ինչ-որ մի բան ես լավ եմ անում, ինչ-որ մյուս մարդն էլ է այդ նույն բանից անում, հիմա ես զիջող լինեմ, ասեմ, լավ, արի ես իմ այս պրոյեկտը թույլ անեմ ավելի, որ իմ ընկերոջ հետ հավասար պայմաններում լինենք։ Ստեղ ինչ եմ ես անում, ես լավ եմ անում իմ պրոյեկտը և պահանջում եմ իմ ընկերոջից, որ ինքն էլ լավ անի, որովհետև այդտեղ ստեղծվում է առողջ մրցակցություն, որակը դրա հաշվին ավելի ուժեղանում։ Սա մեր մշտական խոսքն է, որ մենք ասում ենք, ամեն մեկ իր գործը պետք է լավ անի, նույնիսկ եթե քո ընկերը թերանում է, դու պետք է ավելի լավ անես ու ինքը պետք է ձգտի քեզ գա հասնի, ոչ թե դու իջնես, այլ իրան բարձրացնես վերը, փորձես նենց անես, որ ինքը բարձրանա վերև։ Մրցակցություն է, մրցույթի ժամանակ նույնպես պետք է ստիպես դիմացինիդ, որպեսզի ինքը քեզ հետ միասին հավասար պայքարի։ Որպես ամփոփում ես հուսով եմ, որ մենք շարունակենք արդեն այն տրամադրության մեջ, որով սկսել ենք։ Ասեմ ավելին, բոլորը բնականաբար մնում են նախագծում եւ բնականաբար մրցույթը կշարունակենք, բայց արդեն Երևանում կշարունակենք, որտեղ արդեն սեփական հողի վրա դուք կփորձեք ռեալ իրոք իրար դեմ պայքարել ու ցույց տալ, որ կան չափանիշներ, որոնք պետք է պահել, բայց սերը դրանից շփտիտ ուժի։
Մարիամ ջան, բարև ձեզ, կրկին ձեզ մոտ եմ։ Բարև ձեզ Վահե ջան, կրկին ավտոմարտուրը ողջունում է ձեզ։ Այո, այդ արտահայտության համար դեք խելագարվում եմ։ Մարիամ ջան, ես խնդրում եմ, որ այս ընթացքում կրկին մեզ հիշեցնեք, բացի նախորդ հաղորդումներին թվարկած խմբային ուղևորություններից եւ առասարակ ուղղություններից էլ ինչ կա։ Այս անգամ կառաջարկեմ նաև տարբերակներ դեպի Արևմտյան Հայաստան եւ դեպի Կոստանդնուպոլիս, նշեմ, որ ունենք տուրեր 3 օրյա, 5 օրյա եւ 6 օրյա տարբերակներով։ Օ, Արևմտյան Հայաստան։ Այո։ Ես կարծում եմ կգան մի օր, որ հենց այդտեղ մենք կանցկացնենք հերոսների լիգա։ Մեծ սիրով կսպասենք ձեզ։ Եվ առասարակ ես կարծում եմ, որ աղջամարտ տուրը այնպիսի ընկերություն է, որ հերոսների լիգա կազմակերպելը նրանց համար շատ հեշտ միջոցառում է աշխարհի յուրաքանչյուր կետում։ Շնորհակալ ենք Վահե ջան։ Մեզ հետ միշտ ապահով է, հանգիստ եղեք։ Հետ բերեցին նախագիծ, հետ բերեցին Հայաստան, չասեցին ուր են բերում, բերեցին, թողեցին ու գնացին։ Չգիտեմ ինչի համար են բերել, ինչ են անելու, ինչ են ուզում անեն ընդհանրապես։ Ուզում էի գնալ լողանալ, քնեի, հանգստանալ, բայց բերում են ստեղ։ Ինչ եք անում։ Անիտա ջան, ես ձեր ֆանատն եմ, մի հատ նկարվենք, հա։ Ես անծանոթների հետ չեմ նկարվում։ Բայց ախր, այս հայտնիները։ Մատենում եք, իշ պահանջված աղջիկ եմ ես։ Իրականում ինտրիգ պահելը շատ լավ է, բայց ընդհանրապես լավ չի, որ մեզ իջացրել են միանգամից ստեղ, ոչ մի բան չեն ասում։ Այս հաստատ Անիտայի Զախաչկի պատմությունը հիշում եք։ Էդ է հաստատ։ Ամենավատը այն է, որ Եգիպտոսում ավելի հովեր քան ստեղ։ Հա, ստեղ ահավա շոկ է։ Տեսնենք մեր վերջը ինչ է լինում։ Երեխա Եգիպտոս ավելի հով է։ Որս արավ խենք առավոտին համալվի դեմը։ Միացել է հետ ենք ուզում գնանք Եգիպտոս շտապ։ Եգիպտոս! Եգիպտոս! Եգիպտոսից հոգնած իջացնում են մեր ստեղ, այս շոկ կրակին։ Ոչ կարանք ծով մտնենք, ոչ ճտստենք մոխիտո բերեն, հա էլ որ թիվն է այսի, հա։ Բարի լույս եւ բարի գալուստ հերոսների լիգա։ Մենք գտնվում ենք Իջևանի Լաստիվեր Ռեզորտ հյուրանոցային համալիրում, որտեղ իդեալական պայմաններ են հանգստի համար։ Այո, իրոք իդեալական պայմաններ հանգստի համար։ Կլոր տարի տաքացվող բացօթյա լողավազան։ Անկրկնելի բնության տեսարան Զորափից։ Արևելյան եւ ռուսական շոկեբարանք։ Համեղ ռեստորան եւ գեղեցիկ նորավոճ հյուրանոցային համալիր։ Սակայն հարգելիներս, մեր մասնակիցները այս հրաշալի պայմաններում չեն բնակվելու։ Նրանք վաղուց արդեն գտել են այն վայրը, որտեղ պետք է շարունակեն հերոսների լիգան։ Երեխեք, այն ինչ է։ Բայց մի բան ասեմ, Երեխեք, այս ինչ է։ Տես դեմքից չնայես, ես չեմ գալու նստեմ։ Ուր ենք գնում։ Ինչի չեք բերե մեր կրխտերին։ Իրականում շատ ամեն ինչ sense արագ ստացվեց։ Մենք արդեն երևի մի ժամա գնում ենք, բայց չգիտենք ուր ենք գնում։ Ժողովուրդ ջան, ինձ ջայլոց այսօր իմ ծնունդն է։ Հերոսների լիգա, չա-չա-չա, հերոսների լիգա, չա-չա-չա, Աննայի ծնունդն Անիտա։ Հերոսների լիգա, չա-չա-չա։ Անիտա մաղթիր Աննային իր ծննդյան կապակցությամբ։ Վայ, այսօր ճիշտ Աննայի ծնունդ է, շնորհավոր։ Լիգա, չա-չա-չա, հերոսների լիգա, չա-չա-չա։ Ամբողջ ճանապարհին ես քնած էի ու արթնացա իրանց happy birthday-ից, որ երգում էին Աննայի համար։ Աննա ջան, մի հատ էլ երգենք համար, ես էլ երգեմ։ Գրացին 3, 4 Հերոսների լիգա։ Մեզ Եգիպտոսից բերեցին Սևան։ Ես ելնում եմ կուպալի կեզակնեմ այդա Սևա։ Բայց ես էլ եմ նոր ֆիքսում, որ մենք արդեն Սևան ենք ասել։ Հերոսների Սևան։
Աշկերտս փակեցի համալիրում, բացում Սևաննա։ Քանի որ բոլորն արթուն են եւ ոչ մեկ այս պահին քնած չէ, ինչու քնի Գրիգոր Դանելյանի որդին, Ալբերտո։ Ալբերտո Դանելյան։ Նայ ոչ մեկ քնած չի, տենց ճիշտ չի որ դու քնած ես։ Մեր գործընկերն է Bonillat ընկերությունը իր ըմպելի յոգուրտներով եւ կակաոներով։ Ինչը կարող է ավելի հաճելի լինել, քան Հայաստանի ամենագեղեցիկ վայրերից մեկում ըմպել ամենահամեղ կատնամթերքը։ Իդեպ Bonillat ընկերության կակաոները մեր մասնակիցների սիրելի ըմպելիքն է։ Իսկ Bonillat-ի ըմպելի յոգուրտները նրանց մայրերի ամենասիրելի կատնամթերքը։ Bonillat, իմ անուշ, իմ միակ։ Վայ մեղայք ես։ Սուրեն բերը Եգիպտոսից հասցնի ստե։ Չի կարելի վայ։ Ավտոբուսից, վայ։ Ինչի ավտոբուսը հենց հիմա գնում։ Գնա։ Ուր, վեշերես։ Ալո։ Բրկանեք զանգում ընկեր վահին։ Զանգել է։ Ընկեր Վահեն, ուրա ներվերս գնաց։ Գրի վաճան ուզում հասկանամ խի գնաց ավտոբուսը։ Ինչո՞։ Ասենք խնդալու կլներ սրանով գնայինք։ Մի կանգնեք, խնդրում եմ, չասեք։ Ինչ ասի։ Ինչ։ Ջերի կարմես կյանքում եմ սենց ավտո նստել։ Ուր են ընկեր Վահեն, ընկեր ճուշը, խեն մեզ սրանով ուղարկում։ Երեխեք ինչ եք էլի։ Անջատված չկայնեք։ Համ ջան ինձ պետք չի։ Երեխեք ես վախում եմ։ Համո։ Ու մենք պետք է սրանով գնանք, ձեռ եկալ։ Զգուշ ծանր է։ Տենում ես, պապի ջան, թորդ ինչերի մեջով անցնում։ Անգիր ես ինչ հա։ Չեմ հասկանում խեն բաղաքում շատ կայֆ է։
Կարաս այդ մեկը։ Osենք էս ինչ ցեխ։ Ես կոնկրետ ահավոր ձևի տանջվել եմ ու տառապել եմ միջև հասել ենք ստեղ։ Նորմալ չի որ դու տանջվելով գալիս ես, հələ մի հատ էլ տեղ չեն հասցնում։ Ինչ իմս ոտով ես գալիս։ Որ մենք եկել ենք ցեխերի միջով։ Ահավոր վատ պայմաններով, սարեր, ձորեր, ջրի մեջով, գետի տակով, տրուբի մեջով, բան սենց եկանք հասանք։ Ով կար ասի ուր ենք մենք։ Ոայ, սա ցեխ ու ջուր է։ Ստեղ են եկել։ Բարև։ Ու էսի հələ մրցույթ չէր։ Բարև ձեզ։ Համեցեք հարգելիներս, համեցեք։ Ճամպրուկները նայել, ճամպրուկները դրանց։ Ու ես հələ մրցույթ չէր լավ։ Չգիտեմ ինչ եմ պատրաստ ընկերվային ու ընկերծուշը, բայց հուսով եմ, որ իմ կյանքին վտանգ չի սպառնում։ Ճանապարհը էդ ինչ էր, բա ես այդ աղջիկների պապի, որ ինձի այդ ավտոբուսով տարել են։ Այսինքն տարել չէ, բերել են, այս ուր են բերել, Աստված գիտի։ Շղ-ճղկալ են, էլ գլխացավ, էլ ինչ բլոջ ասես երեխեքի վրա, էլ զիլը քիչ էր մնում շուռ գար, տանջվելով, տառապելով, եկել հասել ենք ստեղ։ Եգիպտոսում լավ էր։ Շատ։ Աղթամար տուրի կազմակերպած all inclusive Rixos Radamisi կյանքը լավ էր։ Շացրեք։ Անտիս։ Իսկ ստեղ լավ է։ Այս պայմանները անկեղծ իմ սրտով չի, որովհետև ես համել միջատներից զզվում եմ։ Այդ ճյուղերը ընթացքում ոնց էր գալիս այնց գլխներիս խփում, ահավոր էր։ Կամ ընթացքում ոնց էր վերևից միջատները այնց մազերի վրա խառնվում, ահավոր էր։ Ես իմ քանի 1000 կիլոմետր հեռու հեռավոր Եգիպտոսից բերեցին հասցրեցին մեր սիրուն Հայաստանի ինչ որ անհասկանալի անկյուն։ Դե Հայաստանից լավ տեղ չկա այդ փաստա, պրոստը մոծակների, մլակների ու ճյուղերի հետ այդքան էլ հաշտ չենք։ Լաշալի, իսկ ձեր ընկերներին ոնց է կարոտել եք։ Ուղղակի ինչ եկանք նաև ստեղ կապնել կորեց, մինչև այդ գոնե կապ կար։ Տենց ոչ մեկի հետ կապ չունենք հիմա Թող իրանք էլ հետ գան։ Դուք հələ մտածեք, որ դուք դուրս չմնաք, հետ գալը արդեն հետ գալու լիմիտները սպառվեցին հարգելիներս։ Չէ՞ բայց դու զգացիր, որ գորի հետ կապված դուրս մնալու այդ թեման շատ հետաքրքիր էր, որ ինքը քո դեմ էր քվեարկել, դու իր դեմ չէիր քվեարկել։ Հա, մի անգամ ես իրան փրկեցի, ինքը դուրս չեկավ խաղից, բայց ես անգամ չկարողացա։ Ոնց վերաբերվեցիր իրան այդ հարցի շուրջ։ Ինքը ասելա, որ ինքը հանել է ուժեղ խաղացողին, այդ լոգիկայով է շարժվել, որ ուժեղ խաղացողին է հանել, բայց ես կարծում եմ, որ ուժեղ խաղացողին պետքա պահել, որովհետև ուժեղ խաղացողի դեմ դուրս գալը ավելի հետաքրքիր է։ Իսկ երբ գորը իմացավ, որ դու ես դուրս գալի, բայց դու իրան փրկել ես, ինչի պպզեց սենց քո կարծիքով։ Չգիտեմ։ Ես հիմա TikTok-ի կտորա դառնալու, ճիշտ է։ Բավոր գորը ասեց մեկը ուզում եմ Ալբերտոն կրի, մյուսը չեմ ուզում ասեմ ով, ում նկատի ուներ, ինչ է կա։ Նայեք, տարբերակները, քանի հոգի ենք մնացել։ Ալբերտոին հանած 1 2 3 4 5 6 7-ն է։ Իսկ բոլորին էլ բաց։ Այո։ Անիտ ինչ կասես։ Գորը ուզում էր որ դու հաղթես։ Մի քիչ ուղղակի հիասթափվում եմ այս խոսակցությունից, եկեք անցնենք առաջ։ Ես հիասթափվում։ Ումից ես հիասթափվում, մեզանից։ Ոչ, այս խոսակցությունից, եկեք անցնենք առաջ։ Ես քեզ հիասթափվում։ Տենց, ուզում անցնենք առաջ, հավես չունեմ։ Բուն իմաստին անցեք, գոր մորը հերել եմ, վсё, մեր երեխեքը ցավոք ելան, ինչ պատճառներով դրա համար եկեք հիմիկվանից խոսանք, որ մենք մեր ընկերների տեղը մի հատ հանենք։ Սիրելի մասնակիցներ, սիրելի հերոսներ, դուք հաշված ժամեր առաջ գտնվում էիք Եգիպտոսի լավագույն հյուրանոցում, որտեղ մրցում էիք իրար դեմ, բայց զուգահեռաբար ապրում էիք լավագույն պայմաններում։ Այդ պայմանները երևի այդքան ճիշտ պայմաններ չէին, որովհետև դուք առիթից օգտվելով սկսեցիք կանոններին դեմ գնալ եւ զիջել իրար, ինչը մեզ զայրացրեց, եթե հիշում եք, այո։ Մենք որոշեցինք առաջարկել ձեզ մի պայմաններ, որտեղ ձեր յուրաքանչյուր զիջումը շատ ծանր է նստելու ձեր վրա։ Դուք հիմա գտնվում եք 95%-ով վայրի բնության մեջ, որտեղ ոչ մի բան չկա, ոչ ուտելու բան,
Վերջի ջուրերը էլ մեզ ենք պահում։ Ոչ խմելու բան, ոչ մնալու տեղ։ Ինձ թվում է մեզ սպաջելու համար են բերել ստեղ։ Չգիտեմ մեզ ինչա սպասվում, բայց մենակ են գիտեմ, որ մեզ տանջելու են։ Բայց այնտեղ տանջվող աղջիկը չի էլի մի հատ։ Ախր հələ վայրի բրությունը Անիտային չի ճանաչում է։ Մնացածը դուք ինքներդ կողմնորոշվեք ինչ եք անելու ու ոնց եք գոյատևելու։ Այ հիմա կարակ իրար զիջեք, կարակ իրար հետ կիսեք սնունդը, իրար հետ կիսեք ջուրը, իրար հետ կիսեք կացարանը։ Այս շանը Ստեղ ենք մնում։ Շանը իմն է, ոչ մեկի չեմ կիսում։ Բայց այդ այն դեպքում եթե գտնեք դրանք։ Դե ինչ հաջողություն ժողովուրդ ջան։ Այսինքն բայց մի օր ընկերցուշ այսինքն չեմ հասկանում լուրջ Էս ինչ անոնս էր Վայ ընկերցուշ Գտնել ինչ է նշանակում։ Յոփ էլի բա։ Ախ ինչ է կա։ Դե գտնեմ։ Erosneri